Քաղկեդոնի ժողովը և հայոց եկեղեցին։ 451 թվականը մենք արդեն գիտենք, որ հայոց պատմության համար բախտորոշ տարի էր։ Հենց նույն թվականին Կոստանդնուպոլսի մերձակա Քաղկեդոն բնակավայրում տեղի ունեցավ մի իրադարձություն։ Քաղկեդոնում հրավիրվեց տիեզերական ժողով։ Քրիստոնեական եկեղեցին Քաղկեդոնի ժողովով պառակտվեց երկու ուղղությունների։ Առաջին անգամ քրիստոնեական աշխարհը պառակտվեց արևելյան հակաքաղկեդոնական և արևմտյան քաղկեդոնական եկեղեցիների։ Հետագայում արևմտյան եկեղեցին բաժանվեց օրթոդոքս և կաթոլիկ եկեղեցիների, իսկ հակաքաղկեդոնական եկեղեցին էլ իր հերթին բաժանվեց հայոց, ասորական, ղպտի, եթովպական, հնդիկ մալաբար եկեղեցիների, այսինքն այս եկեղեցիները բոլորը միասին կազմեցին հակաքաղկեդոնական թևը։ Մենք արդեն գիտենք, որ հայոց եկեղեցին արդեն ընդունել էր նախորդ երեք տիեզերական ժողովների որոշումները, 325 թվականի Նիկեայում հրավիրված տիեզերական ժողովին մասնակցեց և ընդունեց, 381 թվականի Կոստանդնուպոլսի և 431 թվականին Եփեսոսի տիեզերական ժողովներին չկարողացավ մասնակցել, սակայն ընդունել էր նրանց կայացրած որոշումները։ Փաստորեն 451 թվականի Քաղկեդոնի ժողովը հակասում էր նախորդ երեք տիեզերական ժողովներին, այդ պատճառով էլ հայոց եկեղեցին չընդունեց Քաղկեդոնի ժողովի որոշումները։ Եփեսոսի ժողովը մենք արդեն գիտենք, որ ընդունում էր Քրիստոսի անձի մեջ անբաժանելիորեն միացած թե մարդկային և թե աստվածային բնությունները, իսկ այ 451 թվականին հրավիրված Քաղկեդոնի ժողովը ընդունում էր Քրիստոսի երկու բնությունների բանաձևը, այսինքն համաձայն այս տեսության Քրիստոսի մեջ աստվածային և մարդկային բնությունները գործում են իրարից անջատ։ 5-րդ դարի երկրորդ կեսին բյուզանդական կայսրերը ստիպված էին միջամտել Քաղկեդոնի խնդրին, փորձելով հաշտեցնել դավանաբանական տարբեր ուղղությունների կողմնակիցներին։ 506 թվականին Բաբկեն առաջին կաթողիկոսը, որը կառավարել է 490-ից 516 թվականներին, Դվինում հրավիրում է եկեղեցական ժողով, որին մասնակցում էին նաև վրաց և աղվանից եկեղեցիները, ինչպես նաև հայ նախարարներ և այլոք։ Հենց 506 թվականի Դվինի առաջին եկեղեցական ժողովով է, որ հայոց եկեղեցին հստակորեն արտահայտեց իր դիրքորոշումը, մերժելով Քաղկեդոնի ժողովի ուսմունքը։ Բյուզանդական կայսրերը այդուհետ ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի արևելյան եկեղեցիներին պարտադրեին քաղկեդոնական ուսմունքը։ Իսկ հայոց եկեղեցին, որ մինչև 6-րդ դարի կեսերը մերժում էր նեստորականությունն ու քաղկեդոնականությունը իբրև սխալ և Հայաստանից դուրս գտնվող վարդապետություններ, ապա 6-րդ դարից հետո ստիպված էր պայքարել նեստորականության դեմ, իբրև Հայաստան ներթափանցած հերետիկոսության։ Նեստորականները հաստատվել էին Դվինի մոտ գտնվող Մանաճի հրիվանքում և եռանդուն գործունեություն էին ծավալում։ Ներսես երկրորդ կաթողիկոսը 554 թվականին հրավիրում է Դվինի երկրորդ եկեղեցական ժողովը, իսկ Ներսես Բ կաթողիկոսը կառավարել է 548-ից 557 թվականներին։ Դվինի երկրորդ տիեզերական ժողովում, Դվինի երկրորդ ազգային եկեղեցական ժողովում, որ հրավիրվեց 554 թվականին, այլ հարցերի թվում քննարկվեց նաև նեստորականների հարցը, և ժողովը որոշում կայացրեց, որ նեստորականներին պետք է վտարեն Հայաստանից։ Փաստորեն Դվինի երկրորդ ժողովը մեկ անգամ ևս քննարկեց քաղկեդոնականության հարցը և կրկին անգամ դատապարտեց այն։ Դվինի երկրորդ ժողովի որոշումներով հայությունը վերջնականապես հաստատեց իր ազգային եկեղեցական ինքնորոշումը, հայոց եկեղեցու դավանանքը լավագույնս արտահայտելով նույն ժողովի հավատո հանգանակում։